Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք բանջարեղենային անչափ համեղ ճաշ, դե ինչ սկսենք պատրաստելը։ Տաք կաթսայի մեջ ավելացնում ենք 30 գրամ կարագ, կարող եք մի փոքր բուսայուղ ավելացնել հետը, այնուհետև 1 գլուխ սոխը կտրտում ենք եւ ավելացնում կարագին, տապակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ որ ոսկեգույն երանգ ստանա եւ ավելացնում ենք պղպեղը, 2 պղպեղ կտրտում եւ ավելացնում, այնուհետև տապակում ենք միասին 5 րոպե եւ ավելացնում ենք կարտոֆիլը, այնուհետև ավելացնում ենք 1 լոլիկ կտրտած վիճակով, կափարիչը կփակենք եւ կթողնենք մնա 5 րոպե, այնուհետև ավելացնում ենք 1 ճաշի գթալ տոմատի մածուկ, մի լավ խառնում եւ կափարիչը վրան դնում, թողնում 5-ից 10 րոպե մնա, այնուհետև ավելացնում ենք 2 կտրտած սմբուկ, սմբուկը կարող եք կտրտել ձեր նախընտրած ձևով, նորից կափարիչը դնում ենք վրան, թողնում ենք 5-ից 7 րոպե մնա, այնուհետև ավելացնում ենք եռման ջուր։ Եռման ջուրը այնքան ենք ավելացնում, որպեսզի բանջարեղենը ծածկված լինի, շատ հաճախ այս նույնը պատրաստում եմ մսով տարբերակով, այսինքն արգանակն եմ մսի ավելացնում եւ մսի կտորները։ Պատրաստեք նաեւ հենց այս տարբերակով, առանց մսի տարբերակով նույնպես համեղ է ստացվում եւ երբ որ տեսնում ենք, որ կարտոֆիլը եփված է, ուրեմն մեր համեղ ճաշը պատրաստ է։ Վերջում ավելացնում ենք խառը կանաչիները, իմ մոտ մաղադանոս է, համեմ եւ ռեհան, նաեւ ավելացնում ենք աղ ու պղպեղ ըստ ճաշակի։ Հիմա արդեն իսկ պատրաստ է եւ տեղափոխել եմ մատուցվող ափսեի մեջ։ Շատ համեղ ճաշ է ստացվում, փորձեք հենց այս բաղադրատոմսով, իսկ եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք։ Եթե առաջին անգամ եք ալիքում, սեղմեք բաժանորդագրման կոճակին, նաեւ զանգակ կոճակին, որ ստանաք ծանուցում։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։